Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմ եք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Իսկ ովքեր կցանկանան գրանցվել Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությանը, կարող եք ձեր անձնագրի նկարը միայն լավ որակի, խնդրում եմ։ Դրեք սեղանի վրա, բացեք, լավ, ձեռք վրա մի դրեք, նկարեք ամբողջ այդ նկարի երկու էջը եւ եթե ունեք գրանցում, գրանցման էջը։ Եվ ուղարկեք ինձ սոցիալական ցանկացած էջով կամ կարող եք ուղղակի ID քարտը երկու կողմից նկարեք եւ ուղարկեք։ Կուսակցությանը կարող են գրանցվել այն անձինք, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր եւ 18 տարին լրացած են։ Հիշեցնեմ նաև, որ մենք շուտով վաղը կամ մյուս օրը կունենանք հարցազրույց Արտակ Սարգսյանի հետ Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության, մենք կներկայացնենք շատ հարցեր, որոնք ինձ տալիս եք, եւ այդ հարցերը մեր Telegram ալիքում կլինի հարցազրույցը, ովքեր կցանկանան միանան, նախ մենք մեր Telegram ալիքում կգցեմ Telegram ալիքի լինքը կմիանաք, խնդրում եմ պարտադիր, ովքեր չունենան նկար եւ անուն ազգանուն չեք կարող մտնել։ Ես այս անգամ կփակեմ, որտեղ այն անգամ ինչ-որ էշմիածին գոռացող X-ի փրթե իմ հետևորդներ մարդը ուղղակի մտավ ու դուրս եկավ, ես բլոկելու եմ բոլորին։ Կլինի միկրոֆոնները փակ, ով կցանկանա, ես նրան կմիացնեմ, չէ։ Անցնենք հաղորդման թեմային, քանի որ այսօրվա հաղորդման թեման բավական հետաքրքիր է եւ շատ օգուտ է նաեւ Հայաստանի մեջը լավ լուրեր կա։ Սկսենք ամենաառաջինը ներքին վախեցնողներից, հարգելի հայրենակիցներ, քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը բոլորը միասին եմ կրկնում, ես որ ասում եմ իշխանություն, ես չեմ համարում միայն Նիկոլ Փաշինյանին, քանի որ Քոչարն ու Սերժը եւ Լևոնը բոլորը փայել այս իշխանության։ Բոլորը միասին ժողովրդին, ոնց եթե վերցնենք թերթերը, նայենք Քոչանի թերթերը, Սերժի թերթերը, ոնց որ կային սայից 20 տարի առաջ նույն ձև կան։ Թերթը բացում ես առաջին օրը էլեկտրոնային։ Հայաստանում երկարատև լույս չի լինելու, ջուր չի լինելու, էս չի լինելու։ Բայց ոչ միտեղ այդպիսի բան չկա։ Սա նշանակում է, որ կոլեկտիվ ձևով հայ ազգին անընդհատ նեգատիվ են տալիս։ Նույնը այսօր տեղի ունեցած հարցազրույցին նախ շատ լեկտի պահվածք ունի Նիկոլի Անթոն Քոչարյանը, այս Անթոն Քոչարյանը հերիք չի լրագրողներին վիրավորելով եւ այլն, բայց լրագրողին վիրավորելու համար իրեն քնչական եւ մյուս կանացի պետություն ստեղծած էժան ջուդական միավորում ստեղծած պետություն չեք կանչում, բա մարդու իրավունքների պաշտպանը կին է, ներքին գործերի նախարարը կին է, գաղութների ղեկավարը կին է, արդարադատության նախարարը կին է, գլխավոր դատախազը կին է, բոլորը կին են, բա չեք կանչում։ Չնայած մնացածները իբր տղամարդ են, մենակ տարբերվում են տղամարդով, խո շալվար հագնելը տղամարդ չի, կանայքել են հագնում։ Խո օրգան ունենալը տղամարդ չի, էլի կնոջ պահվածք է բոլորին հետ։ Բայց Անթոն Քոչարյանը, որ դրել է Հայաստանին, ասում է վայելեք, ժողովրդին վախեցնում է, քանի խաղաղություն է վայելեք, վաղը դա չի լինելու։ Իա Անթոն, դու ես որոշողը։ Թե դու քո բերանի թոտի հետ արդեն թոքախտավոր վիճակի համար։ Քո քածը չէր են Նատալիկը, որ թուրքերի մոտից ելույթ ուներ, ինքն էր ասում, Բերլիցը շան հոտ է գալիս։ Նատալիկին դու ես ուղարկե գրծոյի հետ թուրքերի մոտից հայերի դեմ խոսալու։ Նատալիկը քո քածներ, օպերայի մեկ հասցեում, ունե բանը, Սայաթնովա մեկ հասցեում, սրճարաներ, այդ սրճանը ատելյե սրճաներ, կոչում որտեղ դու գալի իրան հրանգներ էի տալիս։ Որում էլ գորին համոզել եք, իբր են կոռուպցիա երկու ֆիլմեր հանը, իբր Նատալիկը լավ կերպար էր, մեկին է բերը դրել էր Նատալի անունով հենց այդ սրճարանից, բուկետ բերանս ինչի եք բացում, հատ ասում եմ ով, ասել եմ, չէ, վրաները տոննաներով թուղթ կա, Նատալի են Ալեքսանյանը ինչ է, որ իբր Նատալիա ինչ են փնթի գնձմո տերեսներով Բաքվից ու Թուրքիայից, որ հայերի դեմ է խոսում, էդիկ Անթոն քո սիրասնայք դեր ասում, վրից շանոտ է գալի, զորով են բանանում բերանից։ Բա տեսնում եք, որ ձեր հենց պահած քածերը ձեզանից ինֆորմացիա են տալիս, այս եք դուք դավաճանը հայրենիք չունի Անթոն, դու ժողովրդին մի վախեցրա։ Կամ ինչ նշանակում լրագրում պամադդ քսե եկել ես գնային կողմ։ Դու լը պատասխան ունես տալու այս երկրի լկտիության համար, որ քո նման Անթոններն են այս երկիրը ղեկավարում։ Դու բոլորի հետ ես։ Եթե դու Անթոն չլներ, Քոչանի Սերժի ժամանակ մյուս Անթոնների հետ գործ չէիր ունենա։ Հասկացա՞ք։ Անցնենք հաջորդին,
աղքի քարտուղարը Գրիգորյան Արմենն էլ ասում է, որ եթե մեր երկրի վրա հարձակվեն, կներեք, կամերան բարձրացնեմ, եթե երկրի վրա հարձակվեն, Հայաստանի սահմանները պիտի պաշտպանի։ Ինչ է, տեսնում եք, որ ձեր ու թուրքերի ուզածը չի եղել, հիմա փորձում եք կազմակերպել, եթե բարձրաձայնեցի Երևանում, Հայաստանում արդեն առնահեղությամբ չեք կարող գնաք, ուզում եք սահմանին պատերազմ ստեղծեք նոր գնաք, չի ստացվելու, որովհետև սահմանից ցանկացած ծառայող զինվոր հրամանատար բացառությամբ ձեր յուբկով գեներալների, այդ որ վզները հաստ նստած են, չեն կարում շնչեն, արդեն խոսան եւ ոչ մի բան, որ այդքան վրաները դատական գործեր կա խրխրալով ձեր տակ է, այդ յուբկով գեներալները բոլոր, այդ զինվորը ձեր հրամանին չի ենթարկվելու է։ Արցախում դուք ապացուցեցիք, որ նահանջ հրամանից գյուլել եք տալիս, վերևի հրամանին լսելով հրամանատարից հետ խփել եք տալիս։ Դուք այդ միջին ու բարձր հրամանատարական կազմը, բացի ձեր գեներալներից ու դավաճաններից, զինվորը, սպաները մինչև մայորը գնդապետ ձեր չեն ենթարկվելու։ Դուք սահմանային կռիվ կարաք սարքեք, զենքը ֆռալու է գամտնի համապատասխան բոլորիդ հետև այդ 40,000 զինվորի ավտոմատը ձեր այդ քանի հոգու։ Հենց որ պարոն ես, տիկին ես, թե չեզոք սեռ ես, Գերմանիայի մի միջալոց, ով արվամոլա կամ ԼԳՏՊ է, իր անձման մոտ, եթե կինը աստղանիշ է դրվում, այսինքն գրած օրինակ եմ ասում, ասենք Գերտրուդ աստղանիշ նշանակում է, որ ինքը լեսբիա է, իսկ տղամարդու մոտ, ասենք Հենրիխ աստղանիշ օրինակի համար ասի կամ Յորգանտ աստղանիշ նշանակում է, որ դա գեյ է։ Հիմա Արմեն Գրիգորյան, քո թիմը տարածել է, որ դու աստղանիշով մարդ ես։ Քո թիմն է դա տարածել, ասեմ, ոչ մեկ չէ, քո թիմից են զանգի ասել։ Կարաս քո թիմի մեջ ճշտի։ Հիմա դու էլ ասում ես մենք կպաշտպանենք, նախ այսքան ժամանակ աղք ես եղել։ Աղքոից բաց ինչ ես արել դու։ Նիկոլ Փաշինյանի տակ մտած 18 թվից աղք ես ու մինչև հիմա աղքի մեջ ես։ Բուկետ Բերանը գոնե փակի, սա լինելու է, ասում են սրան են դնելու Հայաստանի նախագահ լուրջ է, ինչով է լուրջ, որ աստղանիշով է, ես սա աստղանիշով են, այդ որ մեկը աստղանիշով չի։ Այս վիճակում ժողովուրդ ջան ոչ մեկը չի ենթարկվեք այս լկտի պրովոկացիաներին։ Փորձում են վախեցնել, որ վայ ես կլի, վայ չստորագրենք։ Այսինքն Ալիևի հետ ուղղորդված հիմա երկրորդ պլան են անում, որ չստորագրվեց դրա համար։ Ալիևը վախեցած է, հենա Ռասումսենը ասում է դու պետք է հասկանաս ու քուտ ղեկավարները, որ թուղթ պետք է ստորագրես ու այդ թղթի մեջ ուրիշ կետեր կա։ Իշխանությունը ինչի չի ուզում ցույց տա։ Լավ խաղաղության ինչ կետ է ուզում Ալիևը, որ չի կարողանում, ոչ մի բան չեն ցույց տալիս։ Բայց որ Ալիևի ժամանակն էլ է ավարտվել, ես ասել եմ, Նիկոլի ժամանակն է, Էրդողանինն է, Պուտինինն է եւ մնացած բոլորին է, Նաթանյահույնն էլ պարզ է։ Պարզ տեսնում եք Էրդողանի պահվածքը, հիմա հեսա շարունակաբար ասեմ, Երևանից անցնեմ։ Ոմն Հայաստանի վարչապետ իրեն բերեցին դրված ու էս փուչիկ դիկտատորը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը արվեստը թանգարաններում չկա, թեկուզ կոմունիստական։ Նիկոլ, բա դու ասում ես ես հակառուս եմ։ Բա ասում ես հակառուս եմ, ասում ես կոմունիստական Հայաստանի արվեստ չկա, չենք ներկայացրել։ Լուրջ ես ասում, այսինքն դու ուզում ես ամեն ինչ անես, թեկուզ արվեստը սահմանափակելով 29743-ից, որից 200-ն է նվիրտվել աղբորդ, 29500-ի մեջ, հա Նիկոլ։ Այդ քո ասածնա որ մնա, հա, ամեն ինչում 29500 շփոթվում ես, այտենց չի լինելու։ Դու էլի եմ ասել։ Մերել եմ ասելով ուզում ես փախնես, ուղիղ էլ կապի, ասա աղբեր ջան փախնում եմ, իմ 13-12 հոգուն թողեք փախնեն, մաքսիմում 20։ Всё, մնացածին փուրը տուր գնա խաղաղ, թե չէ հեշ լավ չի լինելու։ Կոնկրետ կապի էլ ասել եմ ժողովուրդ ջան, եթե ինքը չփախնի Արուն հանեց, ես այդ Արունի տակ չեմ մտնելու, մենք չենք մտնելու։ Ինքը Արուն ա ուզում հանի, որ ցմա թողի վրետ։ Ոնց որ իրենք սարքեցին մարտի 1 ու մինչև այսօր ոչ մեկ պատասխան չի տվել, որովհետև այդ Արունի տակից չեն ելնի, ոնց որ հոկտեմբերի 27։ Հայ Արունի տակից ոչ մեկ չի ելնի, կապ չունի, այդ հայը ոչխարացել է թե չէ, ինքը Հայաստանի բիո զանգվածն է։ Բիո, այո, բիո զանգվածն է, ինքը բիոլոգիապես ապրում է այն կենսատարածքում, որը կոչվում է Հայաստան։ Պարզ է, ինքը աշխատելու է, ինքը հարկատալու դեբիլ է, թո դեբիլի պես մնա։ Անցանք այս հարցը։
Ուրեմն ասենք, որ բացի դրանից, որ Հայաստանի մշակույթը քանդում են հիմա արվեստը Հայաստանի Հանրապետության, բա Վանենի Զաքարյանի քրոջ Վանենի կամուրջը քանդվում է, Հայաստանի Հանրապետության տարածումը Տաշիկ ձորագետում, ինչի՞ չես սարքում, եթե քո հայրենիքն է, Նիք Քոլ, հա, թե Հավայի Քոլ, ինչի՞ չես սարքում, Վանենի կամուրջը քանդվում է, ինչի՞ չես սարքում։ Բա Հայաստանի Հանրապետության ամեն ինչը, բայց ինչին է սարքի, լավ։ Ինչի՞ չես սարքում։ Հաջորդ հարցը ինչի մասին ուզում եմ խոսել, այսօր Հայաստանից Ռուբեն Շոուն, հա, Ծոեֆեմի Ռուբոին, որ Armenia TV պրոդյուսերին ուղարկել են Գյումրի քաղաքապետի տեխնացու, այնտեղ կանչել են քնչական, ես իմ այնտեղ գործ են տալիս, մի դեբիլը հենց ասում է, մարդ է սպանեն, Արմենին է սպանել, բան, ժողովուրդ ջան, այս ամբողջ էժան ապրանքների խաղը, ուզում եմ ասեմ բոլորի 35 տարվա իշխանավորներ, դուք արդեն ձեզ սպառել եք, արդեն հետաքրքիր չես բռնվել նորից բաց թողնել, որ ժողովրդի աչքին հերոս երևա սիստեմը, արդեն այդ էտապը անցած է, բռնենք բաց թողենք լավ տղա լինի, բռնենք բաց թողենք ժողովուրդը հարգեն, այդպես բան չկա, որ բռնես բաց թողես արդեն հարգեն, բայց վերջացել է դա, կբռնեք Ռուբոյին, թե չեք բռնի, մեկը ինքը ինչ ռեյտինգ ունի, էդ էլ մնալու է։ Ու բոլորը սա սարքում եք, որ Գյումրիում ասել եմ, չէ, դուք Գյումրին պրավալ եք տալու, դուք իրար ծեծելու եք, անցնեք նոր ընտրության։ Այնքան որ այս շոուները օրական կարդում եմ, ժողովրդին ուզում եմ ապացուցեմ, որ հարգելիներս բացատրել, որ չկա, շոու է սա։ Հələ չսկսված շոու է, ամսի 31-ին Գյումրին ընտրելու է թուրքի, ադրբեջանցու եւ ծածկված ադրբեջանցու թուրքի մեջ, այսինքն բոլորն է թուրք, ադրբեջանցի ծածկված թուրք են։ Թե Քոչարի թիմը, թե Սերժի թիմը, թե Նիկոլի թիմը, թե Լևոնի թիմը, թե Ռուսի թիմը են, Վարդանիկը, որ գոռում է կոմունիստ եւ այլն եւ այլն։ Էլ չասեմ, որ Նիկոլ Փաշինյանը հրաման է տվել Ռուսաստանի հետ բարեկամանալ 14-ին գնալու է մոտը, որ մայիսի 9-ին զորքերը գնան։ Նիկոլ, բա դու ասում ես Ռուսի հետ չենք բան անելու, Ռուսի դեմ ենք մենք։ Ալիեն գրզոյի բալեն, բա պատրաստվում եք, որ Մատվիեն կոնգա, Մատվիեն կոն չեկավ, գնաց Ադրբեջան չեկավ։ Բայց ո՞նց եք հրաման տալի Ռուսի հետ պաչիկ-պուչիկ ելնելու։ Հա? Այսինքն, բա դուք Եվրոպային ասում եք մենք ձերն ենք, ո՞նց եք հրաման տվել Ռուսի հետ պաչիկ-պուչիկ ելնելու։ Զգում եք, որ վերջի համար ամեն ինչ անում են, որ սենց ժամ-ժամ, օր-օր, ժողովուրդ ջան, սա գիտեք որ մարդուն է, այն որ մարդկանցից պարտք են վերցնում ու ալոյս տալով բալույն սենց օր են ձգձգում։ Փախնելուց առաջ ասել եմ, հելեք ուղիղ կոնտակտի, ուղիղ ձևով հելեք։ Չերեզներ, կապիկություններ մի արեք։ Հելեք ասեք աղբեր ջան, մենք եթում ենք, մեզ ապահովեք այսքանի փախուստ է։ Ասել եմ 20-ից ոչ ավել։ Всё։ Ցեղերով չտանեք։ Հայաստանը պետք է մաքրվի, ընդհանուր սիստեմային մաքրություն ա գնալու, մենք այս մասին խոսել ենք ու կասենք։ Հայաստանի բոլոր նախարարությունները սիստեմային մաքրում ա գնալու։ Ոչ թե որ դառնա նույն էլ ինչին է պետք, ես ասել եմ, ես կուսակ ոչ ես էի կուսակցություն ուզում, ոչ է Սարգսյան Արտակը։ Նենց չէր որ մենք եկել ենք կուսակցության համար, ես միշտ ասել եմ։ Էլի չեմ ուզում, բայց որ այս երկիրը օրենք եք ընդունել, որ առանց կուսակցության առաջ կար անհատական։ Սերժը փագեց կլորցրեց նվիրեց Նիկոլին։ Առաջ կար որ մարդը անհատական առաջադրվանը ինքնա առաջադրվելով գնում է Հայաստանը փրկության, բայց հիմա չկա, հիմա կուսակցություն։ Ստիպված պետք է անես, որ գնաս։ Էդ է տարբերակը։ Եվ այս ամբողջ գործողությունների մեջ դուք զբաղեցնում եք ձեր տեղը, իսկ Հայաստանի նոր եկած իշխանության մեջ լինելու է օրենքներ, որ բոլոր նախարարությունները պետք է աշխատեն 3 հերթափոխով։ Պարտադիր, ինչի, որտեղ 35 տարվա քանդածը մի հատ է 35 տարի բյուրոկրատիա նստի, որ փրկվի։ Ոչ։ Նախարար տեղակալներ, մեկը գալիս է առավոտ ասենք 8-ից գալիս է մինչև X5-ը, մյուսը գալիս է 5-ից մինչև 1-ը, այն մյուսը գալիս է 1-ից մինչև առավոտվա 8-ը։ Վերջ։ Այդ ձև պետք է լինի աշխատանքը։ Անցնենք հաջորդ դրսի թեմաներին, որը բավական հետաքրքիր է, իմիջիալուց ամենահետաքրքիր թեման հենց գալիս է Թուրքիայից։ Նախ ասեմ ձեզ, որ երեք ես հայտնեցի լիրայի խայտարականկման մասին, որ Թուրքիան բյուջեից շտապ 10 միլիարդ դոլար փողեր հանե պահուստային ֆոնդից, որ կարողանա կուրսը պահի։ Ասեցի, չէ, մաքսիմում մի շաբաթ կպա, ինչ մի շաբաթ, ժողովուրդ ջան։
Ուրեմն 3 երեկոյան արդեն 10 միլիարդի փոխարեն ըստ երևույթին հանվել է 8 միլիարդ, որովհետև ինֆորմացիա հասա, որ 2 միլիարդը վրից էլի Էրդողանը կերելա, որ այս ընտրությունները այս խառը վիճակը կարողանա բացի, անկշտությունը չի հագեցնում ծեր զառամյալ կենթանում, 8 միլիարդը լցրել է շուկա, 8 միլիարդը շուկայում 3 երեկոյան իջեցրեցին կուրսը 37.8 միջազգային բորսայի, ոչ թե Թուրքիայում, 37.8, Թուրքիայում բնականաբար 39-ի մոտ, այսօր առավոտ բարձրացեցին 38.6, այսինքն էլի 40-42, 42 եղել։ Ժողովուրդ ջան, փաստորեն դուրս է գալիս, որ Թուրքիայում 9 միլիարդ, 8 միլիարդ փողը, ես ոնց է ասում, մարդը վերցնելու է դնի դոշակի տակ, որտեղ գիտի վաղը հելնելու է։ Ու միանշանակ, այսինքն այդ փողը հերիք է Թուրքիայում ընդհանրապես 1 օր չէ, 10 ժամը հերիք է, որ կուրսը հետ բերի առաջվանին գոնե մոտիկ, 10 ժամ, 10 ժամ հետո նորից կուրսը թռավ ու էլի բարձրանում։ Վաղը կտեսնեք, այս գործարքը, որ անում են, միջալոց ասեմ ձեզ, Պաուստային ֆոնդից քիչ չեն հանում, ես այն ժամանակ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ, Թուրքիան թեթև արդյունաբերության գործան, այսինքն տեքստիլի ու սննդի։ Թուրքիան ծանր արդյունաբերություն չունի, ով որ կասի ունի, գնացեք գլուխներ տվեք պատի, Թուրքիան ոչ մի ծանր չունի համաշխարհային կարգի, թեթև պամիդորները, լիմոնը, այսա այնա ու մի քանի հատ տրիկոտաժ։ Թուրքիան այսօրվա դրությամբ լուրջ խնդրեմ ունի, որպեսզի Թուրքիան գոնե կուրսը պահվի 37-38-ի վրա, պարտավոր է Թուրքիան 250 միլիարդ փող միանգամից լցնի շուկա, որպեսզի կանգնեցնի այդ դոլարահագը, որ ամեն օր գանտեսնեն 38-ը, էլ չառնեն 2-3 շաբաթ, հետո նոր ինքը սկսի քիչ-քիչ պետական միջոցներով ոչ թե օրը մի ղուրուշով, այսինքն գրոշ կամ կոպեկով իջեցնի, այլ շաբաթը մի ղուրուշով իջեցնի, բայց շատ էլ չի կարող, որտեղ տնտեսությունը արդեն սովորել է բարձր կուրսի։ Բարձ, այսինքն մի գոնե 2 լիրա էլ իջացնի։ Սա տնտեսագետները կապացուցեն, ես միջազգային տնտեսագիտության մենեջեր եմ, սա բոլորը կապացուցեն, որ սենց է, ոչ մի անգամ հելած կուրսը տես մի անգամից չեն գցում։ Տնտեսությունը այստեղ ինքն էս մի տատանում է տալիս, որ վերև բարձրանալուց ինքը 30-ից 50% վերև է պահում, որ էլ չթանկանա, էլ հանգարցակի ինքը չկորցնի, ներքևին չի պահում։ Ու դրա համար միշտ իր թանկացման մեջ վերևի հսկա տնտեսությունները շահում են, այդ մեջտեղը որ առնում ծախտում է մինչև 50-100 հազար դոլար, դրանք լրիվ կործանվում են։ Իսկ այդ միջին խավը հենց կործանվեց, տնտեսությունը գնում է մոնոպոլիայի, խեղդում է ժողովրդին, նա վերևին ինչ թելադրում է, տակը լինում է։ Պարզա, չէ, այս ձև է կազմված։ Հիմա որ վերցրեց այս մարդը, այդ փողը լցրեց, ինքը 250 միլիարդ լցնի, որովհետև 10 միլիարդը դա կոպեկ է, ուղղակի կոպեկ։ Պարզա։ Սա տեսեք, 3 օր հետո 42-ին Երանի են տալու։ 42-ին Երանի են տալու։ Այս խոսքս հիշեք։ Մի քանի օր, հիմի ոնց կձգեն, առանքը շաբաթ կիրակի ա դե բանկերը փակում են, այդ օրերն էլ հանեք։ Հաջորդը, սրան հաջորդում է Թուրքիայի այն վիճակը, որ 3, եթե մի քանի օր էլ մնա, Էրդողանին գծից կգցեն։ Եթե մի քանի օր էլ մնա, Էրդողանին գծից կգցեն ժողովուրդ ջան, որովհետև արդեն գիշերը գնաց իրար հետ կռիվ արդեն ժողովրդում իրար էին փողոցը ծեծում ոստիկաններն ու ժողովուրդը գնաց արդեն Թուրքիայի բարձր դուռ մեր բանում պարլամենտում իրար էին ծեծում արդեն Էրդողանի հակառակորդ համարվող Թերսաշոյի մի մասնա Պոլսի քաղաքապետը վրեն սարքել են իբր սենյակից մենակ մոտավորապես $1 միլիոն են հանել, թե ով այդ դեբիլը, որ $1,300,000 կաշառքը պահում է սենյակում, որ գան ու հենց սենյակից հանեն, չի կարողանում ուղարկի offshore, չի կարողանում offshore-ային հազարավոր զոնաներ բացի 1.3 միլիոն փողը ժողովուրդ ջան, դա այն փողն է, որ ուրեմն offshore-ի զոնայի ամենացածր փողը սկսվում է 150-200 հազարից։ Երկրներ կան 1 միլիոնից, երկրներ կան 2-ից, երկրներ կան 5-ից։ Բայց ցանկացած տեղ 130-150 հազարից կարա բացի, լավ, միլիոնից կարա, կես միլիոնից։ Այդքան դեբիլա, որ տարեդրել էր կաբինետը, սպասում էր այս շուխուրին, ժողովուրդը դուրս կար դուրս, իրան ձերբակալեին տանեին, որ գային գտնեին, հա։ Եվ աշխարհի բոլոր թերթերը ամենաառաջին արձագանքեց Շոլցը ասելով, որ Թուրքիան գնում է կործանման, որտեղ ժողովրդավարություն եւ այլն չկա, եւ աշխարհի բոլոր թերթերը սա արձանագրել են, որ Թուրքիան շատ ծանր վիճակի մեջ է հայտնված։
Գցելու ժամանակն եկել, ասել եմ, չէ՞, հերթով գցվելու է։ Եվ հենց այս ֆոնի վրա Հայաստանի Հանրապետության ոչ ու բարով թուրք ղեկավարը 10 օրով ասում է բացենք սահմանը Մարգարայի կամուրջը Թուրքիայի, որ Սիրիա օգնություն ուղարկենք։ Հարգելի ժողովուրդ, Սիրիայի ղեկավարությունը արդեն պատերազմի մեջ չի։ Սիրիայի ղեկավարությունը 100%-անոց օգնություն է ստանում Թուրքիայից։ Ջուլամին Թուրքիի մարդն է, դու ում ես օգնության ուղարկում։ Քեզ, կնոջդ, աղջիկներիդ եւ քո կուսակցությանը թրաշված լողացած իրենց կանանցով, հա։ Դու ում ես 10 օր օգնություն ուղարկելու։ Սիրիայի որ կառավարությանը, Ջուլամին, որը հրամանա տվե հայերին կոտորել ալավիների հետ, հա։ Դու ում ես օգնություն ուղարկելու, էլի ուղարկելու ես Քոչանի սպայկա մեքենաներով, ոնց որ միշտ իրար հետ փայեք։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այն որ ասում եք Նիկոլ Զոմբի Ռոբիկ ճիշտ, Քոչարյանի սպայկա մեքենաներով, որ միշտ Թուրքիային օգնություն էր ուղարկում սպայկաներով, որ դատարկ սպայկաները տարեկանգնացրել էի Գորիսի ճամփին, հատուկ չեք թողում անցնել, նորմալ մարդիկ եկան չեք թողում Արցախի շրջափակման համար։ Անենց որ այս հիստերիան ես կյանքում չեմ մոռանա։ Ով մոռանում է, ես հատ հիշեցնում եմ դեպքերը։ Ոնց են Նիկոլը, Քոչը, Լևոնը, Սերժ իրար պաճ-պռոշտի ման գալիս։ Չէ՞, այտենց թե չէ, թե թող մեկը կանգնի, թող նա դաշնակ կանգնի, ասի սուտ ես ասում, որ ամենաշատը Քոչանի հիմա դաշնակն է սկսել։ Թող ասի սուտ ես ասում, Թուրքիային օգնություն Քոչանը չի ուղարկել։ Սպայկան ում է պատկանում, Սեթոյին, Քոչանի Սեթոյին, Քոչանի խմբին։ Իրանք են ուղարկել Թուրքիա օգնություն, սպայկա մեքենայով, խփեք YouTube-ը բացեք, Հայաստանը օգնում է Թուրքիայի երկրաշարժին։ Բա դաշնակներ, տենում եք ինչ խաղեր եք տալիս։ Ժամանակին, որ Իթիհադի հետ թուրքական երիտթուրքերի հետ պաճ-պռոշտի չլինեիք, որ ժամանակին ռուսական կայսերական զորքերի տակ չմտնեիք, հետո կոմունիստների հետ չլմլմցնեիք եւ Օսմանների հետ եւ երիտթուրքերի հետ չլմլմցնեիք նամակագրությամբ, հայ ազգին չջարդեիք, որ հայկական մասոնական խմբերի ինֆորմացիան չլսնեիք թուրքական մասոնական խմբերին, այսօրը չերելի։ Եղեռնին մասնակցություն չունենայիք ջհուդ ձեր տերերի հետ եւ Սողոմոն Թելերյանին չստիպեք եւ մնացածին որ սպանեն երիտթուրքերին, այլ վիրավորեն, որ ամբողջ չպատմեն իրականությունը։ Դուք կարևորագույն վկաներին խփել ես տալի, դու դառնում ես հանցագործ, ոչ թե Թելերյանն է հանցագործ, այլ դու որ հրաման ես տալիս սպանեն։ Դու ես չէ գլխավորը, ինչ հրաման ես տվել, կատարողը կատարել է, ինքը հերոս է, հրամանը 100%-ով կատարել է։ Ազգի հերոս է Թելերյան, դու խես հրաման տվել գլխից խփել։ Հրամանը պետք է լիներ վիրավորել, որ դատարանում պատմի։ Ինչ էր եղել։ Չկա վկան, չկա բանը, կարևորագույն վկային խփել ես, մնացածը ըստ քո ասելու է լինում։ Ջրեքս գնա։ Պարզ է։ Նույնը Մելքումովի խփածը, նույնը մյուսի խփածը։ Որ բացում են բերանը, ասում են գագոնելի սկսվա։ Ճիշտ չեմ ասում, եթե ճիշտ չի, բացատրեք, որն է ճիշտը։ Անցնենք հաջորդ հարցին, Գազայի պատերազմը շարունակվում է, Բիբին էլ է հարվածի տակ, իմիջիալը ծանր հիվանդ Բիբին սանում է իր վերջին քայլերի վրա։ Պատերազմը սկսվել է Իսրայելի։ Ինչի, որտեվ ամբողջ Գազայի սեկտորը պահանջեն դրեթե իբր բոլոր գերիներին չեն տվել, գերիները մեռած է, որտեղից տան։ Դեսի բոլորը լավ գիտեք, բայց որ թուրքերը հարց են դրել ջհուդների հետ կպնելու, սա հենց այդ հարցի շարունակությունն է։ Իրար են ուտում։ Ջհուդը պիտի քրդերին պաշտպանի, ջհուդը պիտի խփի իրան եւ այլն։ Դրա համար այս պատերազմը դեռ շատ է ջուր քաշելու։ Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիայի հարցին Էրդողանի, որը վախեցած է Եվրոպա չի գալիս Էրդողանը, որովհետեւ երբ որ վարչապետը պրեմիեր-մինիստրը Լեհաստանի Տուսկը եկավ արդեն Թուրքիա, խոսած գնաց ըստ երևույթին Տուսկը ինչպես ժամանակին Ռոբերտ Քոչանը փոխանցեց Էրդողանին Շևարդնաձեին որ գահը լքի, Տուսկը եկել երևի հարցրել որ դու գահը պիտի լքես, դրա համար նեղացել է Էրդողանը Եվրոպայի հավաքին Ուկրաինայի հարցով չի գնում։ Իսկ Ուկրաինային որքան էլ զարմանակ ռուսական փողերից եւս մի քանի միլիարդ հատկացրել են զենքի ձևով, ունենց որ Պուտինի հաղթանակ երազանք եւ այլն չկա։ Եվ հաջորդ լուրը միջազգայինից ուզում եմ ասել, ռուս վետերանները վերջապես գլխի են ընկել եւ կոչ են անում ընդհանրապես արգելել թուրքական սերիալները, քանի որ նա ռուս աղջիկների մեջ առանցենը փչացած են առաջացնում է Թուրքիայի հանդեպ սեր եւ գնում կործանվում են դառնում հասարակական եւ օրգանների առևտրի ապրանք։
Իսկ ինչ վերաբերում է պատմական մասին, հարգելիներս, պատմական մասի ամենակարևոր մասը, այսօր ես ձեզ մի բան կասեմ, որը ձեր համար երկար ժամանակ կլինի, մի վարքյան կներեք, մտածելու տեղի։ Կոնստանդինոպոլիս քաղաքը կամ Նոր Հռոմը, որը սարքեցին էլի կրկին անգամ հայերի ձեռքով, ամենաշատ փողերը այնտեղ հայերիններ, հետագայում դառավ Կոնստանդինոպոլիսը, դառավ թուրքերի ձևով Ինստանբուլ, Կոնստանը հանին եւ դառավ Ստամբուլ, այսօր էլի Թուրքիայի կյանքում քաղաքական եւ տնտեսական կյանքում առաջի տեղը բռնում է Կոնստանդինոպոլիս քաղաքը, ինչի որտեղ միայն Պոլսի քաղաքապետերն են դառնում երկրի ղեկավար։ Եթե մենք հետ ենք նայում Պոլսի բնակչությանը, քանի անգամ Պոլսի բնակչությունը լցվել է հայերով եւ դատարկվել է հայերից, իսկ երբ որ հայերի քանակը քչանում է, այդ քաղաքում սկսվում է շատ ծանր հարցեր, ինչպես նաեւ վիրուսների, համաճարակների, նաեւ ջրի պակասի, ել չասեմ, որ այն ակվիդուկները, որը կառուցվել էր Կոնստանդինոսի ժամանակ, այդ ակվիդուկները շատ չնչին են ջուր տալու այն ժամանակ քաղաքը 80-100 հազար էր, 120 հազար էր, իսկ հիմիկվա քաղաքը ըստ իրական տվյալների 6-7 միլիոն է, բայց թուրքերը գրում են 20, 25, թիվա գրենք, դա ինչ եղել 30, եւ այդ ջրերի համար, որպեսզի ապացուցվի, մոռացել եք Էրդողանը որոշել էր երկրորդ ջրանցքը կառուցել, որը Բոսֆորի ջրանցքից եւ դարդալին այլ ընտրանքեր լինելու, բայց ինչի՞ չի կառուցում։ Սեյսմոլոգների երկրաշարժի եւ ամեն ինչի տակ է եւ երկրորդը եթե ինքը կառուցի, Դանուբի ջուրի իջնելու է, Դանուբի ջուրի իջնելու դեպքում ուղղակի Եվրոպան մինիմումը կռմբակոծի ամբողջ պոլիսի, ինչի, որովհետեւ եթե Դանուբի ջուրի իջավ, տարածքի 7-8 երկիր ուղղակի վերածվում են անապատի, որովհետև Սևծովը մակարդակով ավելի բարձր է, քան միջերկրականը։ Այդ նեղուցի հաշվին է, որ Սևը բարձր է մնում։ Երբ որ երկրորդ նեղուց եղավ, եկան իրար ջրերը հավասարվեցին, այդ ժամանակ Եվրոպայի շատ գետեր կցամաքեն կամ կիսացամաք կլինեն ու կսկսի Եվրոպան լճեր չունի, կսկսի այնպիսի կլիմայական երաշտներ Եվրոպայում, որ Եվրոպայի այն երկիրը, որը Թուրքին ամենաշատն է պաշտպանում, խոսքս գնում է Հունգարիայի մասին, էլի սրանից 500 տարի առաջ, որ թուրքերին կանգնեցնող ուժը եղավ հունգարական թագավորությունը, որոնք քրիստոնեություն էին արդեն ընդունել, որպեսզի այդ քոչվոր թուրքաջիուդական ազգը մնար Եվրոպայում, նորից հունգարներին են դեմ տալու։ Իմիջիայլոց ասեմ, որ սա ամենաճիշտը կլինի։ Շան կծածը շան մազով են բուժում։ Հունգար հայդուկը հենց հունգարերեն բառ է, որը նշանակում էր ազատամարտիկ թուրքերի դեմ, եւ հենց հունգարները կանգնեցրեցին ինչ-որ հարցում։ Էլի պիտի հունգարներին դեմ տան, որը շատ ճիշտ կլինի։ Կլինի թուրքը թուրքի դեմ, ինչպես եղել է սա հենց 500, 400 եւ 300 տարի առաջ։ Այնպես որ մեզ դեռ բազում զարգացումներ են սպասում, համբերատար սպասեք եւ տեսեք ինչ է կատարվելու։ Համենայն դեպս Թուրքիայից քանդում է Ադրբեջանի վախվորած վիճակը շատ հարցերի պատասխան է տալիս։ Երկրկին անգամ դիմում եմ Հայաստանի Հանրապետության, լավ սենց ասեմ, վարչապետ, քանի 50-ը չես նշել, հունիսի 1-ին 50 ես նշելու, մտածիր, հել կոնտակտի, ասա մենք ասել ենք, մենք թույլ ենք տալու առանց արյուն փախնես, առանց արյուն չթափես, արյուն թափեցիր, փախուստը չի ստացվելու։ Նիկոլ Փաշինյան, մինչև 20 հոգով, արյունդ թափեցիր, փախուստը չի ստացվելու, առանց արյուն, պայմանը դա է, լեքի իշխանությունն ու երկիրը, դու որովհետև ամեն ինչ հասցրել ես կոլապսի։ Եվ նույնն էլ դիմում ենք նաև Մեհրիբան Ալիևային, որ եթե ուզում ես գոնե Բաքվի խանության սահման ունենաս կամ մի փոքր, հա, դու դուրս արի ուղիղ կոնտակտի, որովհետև Ալիևը երկիրը տանմա Նիկոլի պես կործանմա, ավերակներ, եսիմ կրակ, խորտակում, իսկ են ադրբեջանցիները ու մոտ դեռ գլխի մեջ մի քիչ խելք համանացել, դեռ տուն ունեն, որ իմ փող են տալիս, դուք կարող եք կամ ձեր Մեհրիբանի հետ գործարքի մտնել, որտեղ եք ապրելու, կամ ավելի լավ կլինի տեղափոխվեք արդեն Ղազախստան, Ջամբուլի մարզ, ինչու, որտեղ Ղազախստանի հյուսիսային մասերը պատերազման լինելու ռուսները վերցնել են։ Այսքանով ավարտում ենք այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ օր եւ բերեք միասին կրկնենք մեր ամենօրյա բարեմաղթանքը եւ ուղարկենք առերկինք եւ իմիջիայլոց
Հիշեցնեմ նորից, որ 2 օրից մեր մոտ կլինի Արտակ Սարգսյանի հետ եթեր, ես կգցեմ Telegram ալիքի լինքը, ով ուզում է մտնի, խնդրում եմ գրեք ձեր անուն, ազգանունը եւ դրեք ձեր նկարը։ Փակ կլինի, որտեվ էջի մեջ մի անգամ մտավ որևէ մեկը իբրիմ հետևորդ էշ խոսած, ասելով Էջմիածնին, Էշմիածին, ես ու թռավ, ես այլևս այդպիսի մարդկանց չեմ թողնելու։ Բերեք միասին կրկնենք աղոթք ուղարկենք առ երկինք եւ Աստված մեր հետ կիրականացնի դա մեր ձեռքով, քանի որ ով հայ է, նա Աստծո մասնիկը ունի իր մեջ։ Հայ նշանակման բարձրագույն, բարձրյալ եւ Աստծո մասնիկ։ Իսկ ով նյութապաշտ է, նա արդեն հայ չէ, ջհուդ է։ Հայը դա հոգեվոր արժեքն է։ Բերեք կրկնենք միասին։ Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին, հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարին Վանում, Մուշում, Վանանդում, Սասունում, Բաբերդում, Կարինում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն։